Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հասկացանք, որ տեղեկացված եղել է, դատարանին բանավոր փոխանցեցին, որ նախապես գրություն է անմիջապես նիստից առաջ ուղարկել է, ծանուցում այն մասին, որ այլ նիստերով ծանրաբեռնվածությամբ պայմանավորված չի կարող ներկայանալ։ Պետք է հասկանանք, որ սա ըստ էության այս դատավարությունը աննախադեպ է ու փաստաբանների համար էլ իրենց աշխատանքային գործունեությունը կազմակերպելիս անկանխատեսելի լինում թե ժամային փոփոխությունները, որ տեղի են ունենում, եւ թե հրատապությունը, եւ թե ինտենսիվությունը։ Այս իմաստով տեսանք, որ հարց չառաջացավ բնականաբար իրավունքի չարաշահման հետ կապված, որովհետեւ գործի տեղյակ մարդիկ գիտեն, որ կարող է եւ այսպես է լինել։ Ես պետք է ասեմ, որ մինչ այժմ մեր ունեցած դատական նիստերով մենք ապահովել ենք նախադեպը չունեցող մասնակցություն փաստաբանների եւ այդ պատճառաբանությամբ, որպեսզի հանրության մոտ երբևէ որևէ կասկած չառաջանա, որ պաշտպանական կողմը շահագրգռված է նիստերը հետաձգելու, դրա համար ամեն ինչ անում ենք, նույնիսկ այսինքն այնպիսի մասնակցություն ենք ապահովում փաստաբանների, որ յուրաքանչյուր նիստին մեղադրյալները, արդարները գոնե մեկ պաշտպանով ապահովված լինեն։ Տիկին Սողոյան, ինչի մասին էր խոսում Բագրատ Սրբազանը, ինչ հայտարարություն է, ինչ երկում պետք է լիներ, ոչ չէ։ Բագրատ Սրբազանը խոսում էր քննչական կոմիտեի ղեկավարիչը հիմնավորված հայտարարությունների մասին, որը փորձելով, այսպես ասած, արդարացնել այն շինծ ու մեղադրանքը, որը կա ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ հղում է կատարել մի, այսպես ասած, չակերտավոր ապացույցի, որը նույնիսկ թվարկված չէ մեղադրական եզրակացությունում, փաստելով, որ իբրև այդ ապացույցը գրված է անձամբ Բագրատ Սրբազանի ձեռքով եւ վկայում է ահաբեկչական պլանի մասին։ Ուրեմն իհարկե այդպիսի տարօրինակ փաստաթուղթ, այսպես թուղթ գոյություն ունի քրեական գործի նյութերում, բայց ինչպես նաև Բագրատ Սրբազանը ասաց, եթե այդ թուղթը իմ ձեռքի համարեր քննչական մարմինը, որ իմ ձեռքով է գրված, որը ի դեպ որևէ փորձաքննության չի ենթարկվել ձեռագրաբանական, բայց բնականաբար Բագրատ Սրբազանի կողմից գրված չի ու չէր էլ կարող լինել, եթե դա համապատասխաներ իրականությանը, Սրբազանն ասում է, ինձ պետք է հոգեբուժարան տանեին, ոչ թե դատարան, որովհետև այդտեղ ինչ-որ անհեթեթ բաներ են գրված, որ պետք է մտնել Թուրքիա եւ Ադրբեջան, զորքով վերցնել 150-ից 200,000 գերիներ եւ այդ պարագայում լուծել մեր հարցը։ Պարզը ասում է, որ այդպես բան չի կարող լինել, դա անգլալեզու ինչ-որ փաստաթուղթ է, որը Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկությամբ հայտնաբերվել է ու հայտնաբերվել է ինչ-որ բացիկների տրցակից, որ նույնիսկ հայտնի էլ չի, թե ինչպես է այդտեղ հայտնվել, ու որպեսզի իրադրությունն էլ մի քիչ հանրության համար հասկանալ լինի, բացատրեմ, նաև դրա մասին Լիդիան էլ է խոսել, դուք հասկանում եք, որ 24 թվականին այդ ալիքի ժամանակ Իրանցից Երևան հասնելու, երբ որ ժողովուրդը համախմբվել էր եւ այլն շատ մեծ արձագանք է ստացել, հարյուրավոր, հազարավոր մարդիկ մոտեցել են Սրբազանին կամ Սրբազան պայքարի աջակիցներին, փոխանցել են ինչ-որ թղթեր, ասել են սա է Հայաստանի փրկության պլանը, ամեն մեկը իր ինչ որ մարդիկ իհարկե սենց էթիկայից ելնելով եւ այլն ասել են իհարկե, օրինակ այդ թղթերը վերցրել ու ինչ որ միտեղ մնացել է, բայց դա քննչական կոմիտեի ղեկավարի կողմից բանում ազգային ժողովում հայտարարել, որ Բագրատ Սրբազանի ձեռքով է գրված, իհարկե անհեթեթություն է։ Ու իհարկե մենք չենք կարող պատկերացնել ամենավատ երազում, որ մենք կհայտնվենք մի այնպիսի պետականության ստրուկտուրայում, որտեղ քննչական կոմիտեի ղեկավարը կարող է այդպիսի հայտարարություններ։ Նույնիսկ իր ենթակայության գտնվող քննիչները չեն գոնե, չասեմ խիզախել, բայց տրամաբանությունը չի ներեն, որպեսզի այդ, այսպես ասած, ապացույցը դնեն մեղադրական եզրակացության հիմքում։ Ինչու է նման հայտարարություններ անել, թող դատի հասարակությունը։ Այս գործը անջատված մաս ունի, որի շրջանակներում ազգային ժողովի պատգամավորներից Գարդիկ Դանիելյանը եւ Իշխան Սաղաթելյանը եւս հարցաքննվեցին օրեր առաջ, ինչ անջատված մասին է խոսքը ու առհասարակ նրանք ինչ կապ ունեն այս գործի հետ։ Ուրեմն այս գործը համարվում է ընդհանուր այդ հարուցված
ահաբեկչության եւ իշխանությունը զավթելու նախապատրաստության ընդհանուր գործից անջատված մաս, այսինքն իբրև թե գործը շարունակում է քննվել, քանի որ ողջամիտ հարց կարող է առաջանալ, եթե մեղադրական եզրակացությունում նշված է, որ պետք է հավաքագրվեին կամ հավաքագրվել էին 2000-ից ավել անձինք, ովքեր պետք է մասնակից լինեին այդ հարվածային խմբերում, ուր են այդ 2000 անձինք, քննչական կոմիտեն ասում է դե գիտեք ինչ կա, քանի մենք շարունակում ենք դեռևս փնտրել եւ քննություն իրականացնել, բացահայտելու այդ ամբողջ շղթան, թե որտեղից է եկել ֆինանսավորումը եւ այլն եւ այլն, բայց քանի որ այս 18 հոգու մասով արդեն իսկ ապացույցները ավելի քան բավարար էր իրենց մեղադրանքը առաջադրելու, մենք իրենց մասով ուղարկել ենք դատարան, իսկ ընդհանուր գործը շարունակում ենք քննել։ Ես արդեն իսկ շատ բացեիբաց հայտարարում եմ ու բնականաբար բարձելա, որ փորձում են նաև ինչպես քննչական կոմիտեի ղեկավարն է ասել, փորձեր գտնել սրբազան պայքարի ֆինանսավորման թելերը, կապեր ինչ-որ այլ քրեական գործերին, որոնք հաճո են իշխանական քարոզչությանը, բայց ձախողում են։ Այս հարցաքննություններով մի կողմից կարիք ունեն իմիտացիա ստեղծելու, որ այդ պայքարը շարունակում է ճակերտավոր հակաահաբեկչական, մյուս կողմից այդ վախը սերմանել ամեն մեկի մոտ գցել այդ կասկածը, որ եթե ինձ կանչում են այս պարագայում թեև որպես վկա հարցաքննության հաջորդ պահին կարող է իմ կարգավիճակը փոխվել, նաև որոշակի իմաստով վախեցնող ազդեցություն ունի եւ նաև ցույց տալու հետո հաջորդիվ տեղ տալու այս պաշտոնյաներին ասելու, որ քննությունը իրականորեն է, բայց բնականաբար որևէ էական հանգամանք չի պարզվել ու չի էլ կարող պարզվել, որովհետև այստեղ հանցանք չկա։ Տիկին Սողոյան Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ այս ընթացքում 2 անգամ քննչական կոմիտե կանչվել էր, այս ընթացքում որ կալանավորված է։ Այո, վերջին 2 հենց այդ անջատված մասով, այսինքն հենց ի պատասխան այս հայտարարություններին, բայց այնքանով որքանով, այսինքն այդ գործը դեռևս նախաքննության փուլում է, չեմ կարող ավելին մանրամասնել, որովհետև պաշտպանված է նախաքննական գաղտնիքով։ Բայց ուզում եմ ասեմ, այդ նախաքննական գաղտնիքի բովանդակությունը մոտավորապես նույնն է, այն ինչը որ դուք մինչ այժմ տեսել եք ոչ բացահայտված քննության ընթացքում։